Սանահին տանող ճանապարհն է սա, որը որ տարվա բոլոր 4 եղանակներին տարբեր ձևի փոխվում է ու միշտ գեղեցիկ է լինում։ Ես կարելի ասած առիթը բաց չեմ թողնում և երբ որ մի փոքր հարց է առաջանում, որ պետք է Սանահինից իջնեմ քաղաք, անպայման ես գնում եմ ու գնալիս և գալիս միշտ հիացած նայում եմ։ Ճանապարհի երկու կողմն էլ շատ հետաքրքիր գեղեցիկ է։ Այսօր ուղղակի որոշեցի նկարեմ այս սիրունությունը և ովքեր որ եղել են Սանահինում, ուղղակի կարոտած կլինեք, վայելեք, նայեք, հիացեք։ Ասեմ ձեզ հիմա Սանահինում մի նոր հիանալիք է բացվել, մարդիկ հոգ են տարել և շատ գեղեցիկ, տեսարժան բան են ստեղծել, որը որ ես էլ դեռ չեմ գնացել այդտեղ, բայց պատրաստվում եմ գնամ, երբ որ գնամ անպայման կնկարեմ։ Մենց էրը, այսպես ասած, Մենց էր, այդպես է կոչվում, շատ հետաքրքիր, շատ գեղեցիկ բան են ստեղծել։ Բնություն գումարած, բնության արվեստը, Աստծո արվեստն ու մարդկանց արվեստը գումարած իրար շատ գեղեցիկ բան է ստացվել, անպայման դա էլ կներկայացնեմ։ Այսօր ուղղակի այս մի փոքր զբոսանքը, տեսեք ինչ սիրուն են ժայռերը։ Երբ որ երեխաներս փոքր էին, մենք ամեն կիրակի եկեղեցի էինք գնում ու մեկ-մեկ երեխեքի հետ համաձայնության էի գալիս, պայմանավորվում էինք ու ոտքով էինք իջնում, ընդամենը 4 կիլոմետր ճանապարհ է, չեք պատկերացնի ինչ հաճույք էինք ստանում մենք այդ մի քանի րոպեն, վայելեք։